Պարոն Արաքելյան, տեղյակ եք, որ փոփոխություններ են դեպի մթել ու յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձել է 500% դրամ, այսինքն համահարթեցվել է այն ինչն ակտինում ունեին 3-րդ եւ 4-րդ երեխաների դեպքում ավելի բարձր գումար 1 միլիոն եւ 1.5 միլիոն դրամ, փոխարենը 3-րդ եւ ավելի երեխայի դեպքում ամսական 50,000 դրամ է հատկանցվում ծնողին։ Ինչ է կարծում այս փոփոխությունները ինչին են միտված ու արդյոք սրանից կարող ենք դրական արդյունք սպասել կապված ժողովրդագրության, ծննդյան ակտակի բարձրացման հետ կապված։ Ու փոփոխությունները միանշանակ անընդունելի են, որովհետև այդ մոտեցումը, որ յուրաքանչյուր ծնված երեխայի համար նույն գումարն է հատկացվում անկախ երեխայի կարգից, այսինքն որ երրորդ երեխան է ծնվում ընտանիքում, որովհետև տրամաբանությունը հիմնավորում չունի, ինչ վերաբերում է նշած այդ, որը նաև իշխանությունները վարչապետի գլխավորությամբ մանիպուլացնում են, որ երրորդ երեխայից սկսած ամսական 50,000 դրամ են հատկացնում ի հակադրություն այդ 1.5 միլիոնը, որ կրճատում են 500,000, դա արդեն 3 տարի է գործում է, այսինքն 2022 թվականի վերջից դա կա եւ որևիցե նոր բան չի ավելանում, ընդհակառակը կրճատվում է սկսած երրորդ երեխայից ծնելիության համար տրամադրվող գումարը։ Ընդհանրապես ժողովրդագրական խնդիրների լուծման առավել եւս երեխաների ծնվելու մասով մեկ ուղղություն չէ, որ պետք է հաշվի առնել, այսինքն ասել, որ այդ գումար ենք հատկացում, դրանից ծնելիությունը ավելանում է, առավել եւս եթե փաստենք այս տարվա 9 ամսվա կտրվածքով ծնելիության մակարդակը վերջին 10-ամյակների ամենացածր թիվն է, այսինքն ծնելիության էական անկում կա, որը իր մեջ իհարկե նաեւ որոշակի հիմնավորումներ ունի, հաշվի առնելով, որ այս պահին այս վերջի տարիներին, ասենք, ծնողներ են այն սերունդի մարդիկ, երբ ավելի արդեն սկսել է ցածր ծնելիություն ունենալ, այսինքն աստիճանաբար նաև վերջին 20 տարվա կտրվածքով, եթե վերցնում ենք, որ ծնելիությունը ամեն տարի նվազում է, դա ամեն տարի շարունակում է իր արդեն հաջորդ սերնդի վրա անդրադառնալ, այսինքն եթե 20 տարի առաջ քիչ երեխաներ են ծնվել, հետեւաբար հիմա այդ 20 տարի առաջ ծնվածները ավելի քիչ երեխաներ են ունենալու, սա անընդհատ խորանում է եւ դրանով է պայմանավորված այն բացասական կանխատեսումները, որ բնակչությունը գնալով նվազում է։ Ինչ վերաբերվում է դեպի սոցիալական աջակցությանը առաջի, երկրորդ, երրորդ երեխաներին, այստեղ մի խնդիր կա, բնական է, որ սրանով էլ եմ ասում, շատ քիչ դեպքերում է, որ կարող է խթանել ծնելիությանը, բայց երբ ուսումնասիրում ենք նույն մենք աղքատության պատկերը, սոցիալական վիճակը, սկսած երրորդ երեխայից ընտանիքներում սոցիալական վիճակը գնալով վատթարանում է։ Իսկ եթե մենք ունենք մոտավորապես 25% աղքատություն, 3 երեխա ունեցող ընտանիքներում աղքատությունը 2 անգամից ավել է, քան ընդհանուր միջին պատկերը, այսինքն երբ ընտանիքում կա արդեն 3 երեխա, ընտանիքի ծախսերը բնական է ավելանում է եւ հետեւաբար այդ ուղղությամբ պետության սոցիալական աջակցությունը պետք է լինի ավելին, այսինքն խնդիրը ոչ թե զուտ այդ 1 երեխայի ծնվելուն տրամադրվող գումարը, այսինքն ձևավորվում է ավելի մեծ ընտանիք, որը իր մեջ պարունակում է ավելի շատ ծախսեր։ Առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, այսինքն իսկ երբ նայում ենք ընտանիքները, որտեղ 5 եւ ավելի երեխաներ կան, ուղղակի շատ ծանր պատկեր է, ճնշող մեծամասնությունը 5 եւ ավելի երեխա ունեցողների աղքատության շեմից ցածր վիճակում է գտնվում։ Հետեւաբար 3-րդ, 4-րդ եւ առավել եւս դրանից ավել ընտանիք երեխաներ ունեցող ընտանիքներին այս 500,000 դրամ համահարթ մոտեցումը անտրամաբանական եւ անընդունելի է եւ դեռ ավելին պետք է ավելի շատ աջակցություն տրամադրել։ Պարոն Արաքելյան, նախագծի, այսինքն արդեն իսկ ընդունված նախագծի մասին խոսելիս շատ շեշտվում է, որ առաջին երեխայի դեպքում ավելի բարձրանում է գումարը, դառնում է 500,000 դրամ ու քաղաքացիների շատերը ոգևորված են հենց այդ փաստով, ինչ է կարծում տեղեկատվության դրամադրման հարցում մենք բացում ենք կամ քաղաքացիների շրջանում ընկալման այս փոփոխությունների ընկալման դերբիծվածության մասով։ Սա կառավարության հերթական մանիպուլյացիան է, բնական է, որ այս մի փոքր, 300,000-ից 500,000 ավելացնելը առաջին, երկրորդ երեխաներին այն ընտանիքների համար, ովքեր առաջին եւ երկրորդ երեխան են ունենալու, իհարկե դրական փոփոխություն է։ Եվ այո, մեր իրականության մեջ առաջին, երկրորդ երեխա ավելի շատ է ծնվում, քան երրորդ եւ հաջորդ երեխաները։ Հիմա եթե քանակային առումով ասենք, այս տարվա հաջորդ տարվա ընթացքում ավելի շատ ընտանիքներ կունենան առաջին եւ երկրորդ երեխա եւ կստանան մի փոքր ավելի գումար, բայց փաստացի դա ստանում են
այն ընտանիքների հաշվին չասենք, բայց այն աջակցության ֆոնդից, այսպես ասած, որոնք ունեն են 3-րդ եւ 4-րդ երեխա։ Այստեղ խնդիրը այդ համարտությունը չի, այստեղ նաև սոցիալական արդարության մասին պետք է խոսենք, որովհետև 3-րդ եւ 4-րդ երեխա ունեցող ընտանիքները ավելի մեծ ֆինանսական աջակցության կարիք ունեն, քան առաջին եւ երկրորդ երեխա, այսինքն առաջին եւ երկրորդ երեխա ունեցող ընտանիքները շատ ավելի քիչ ունեն այս ավել 200,000 դրամի կարիքը, քան այն ընտանիքները, որոնցից արդեն փաստացի 500,000 եւ 1 միլիոն դրամ կրճատվում է։ Հետևաբար սա չպետք է դնել նաև այս հակադրությունը, եթե լավ որոշել էիք լինել հավասար, այդ հավասարը ինչի դարձավ 500,000, եկեք բոլորին տայիք այդ 1 միլիոնը, բոլորին տայինք 1.5 միլիոն, եթե տենց խրախուսում են անկախ նրանից, որ յուրաքանչյուր ծնված երեխան իհարկե կարևոր է մեր հասարակության համար, եթե այդ գաղափարն է դրվում, բայց ելի եմ ասում դա էլ ընդունելի չէ, այդ պարագայում եկեք բոլորին սարքենք ամենաբարձր սոցիալական աջակցության չափով 1.5 միլիոն։ Այստեղ իհարկե էլի հասցեական չի, որտեղ ընդհանրապես սոցիալական աջակցությունը պետք է լինի հասցեական։ Հիմա նույն տրամաբանությամբ կան ընտանիքներ, որոնք բավականին բարձր եկամուտներ են ստանում եւ իրենց համար այս գումարի ստացումը բնական է, որովհետեւ անհրաժեշտություն չկա եւ ամենևին որովհետեւ ձևով չի այդ գումարի չստանալը, որովհետեւ ձևով չի ազդում այդ երեխայի եւ ընտանիքի ծախսերի համար, բայց ելի եմ ասում, մենք բազմաթիվ ընտանիքներ ունենք, որտեղ կան 3 եւ ավելի երեխաներ, որոնք շատ ավելի մեծ աջակցության կարիք ունեն, քան այս 500,000 դրամն է։ Շատ ենք լսում ընտանիքների, երիտասարդների, ովքեր տեսնելով այլ երկրներում քաղաքականությունը երեխաների հետ կապված, վճարվող գումարները, նպաստները երեխայի ծննդի հետ կապված, փորձում են այլ երկրի քաղաքացիություն ստանալ, որպեսզի իրենց երեխաներին կարողանան ինչ-որ բանով ապահովել ի հաշիվ այդ ստացված գումարների։ Դուք նման դեպքերի մասին լսել եք, ու եթե համեմատենք Հայաստանի քաղաքականությունը այս հարցում, ու օրինակ թեկուզ հենց ԱՊՀ երկրների, ինչ պատկեր ունենք համեմատության մեջ։ Իհարկե մի շարք երկրներում սոցիալական աջակցությունները շատ ավելին է, քան Հայաստանում, ոչ միայն երեխաների ծննդի հետ կապված, ընդհանրապես, այստեղ խնդիրը ոչ թե համեմատության մեջ է, այլ մենք ինքներս պետք է հասկանանք նպատակը որն է։ Ժողովրդի հոգսերին միտված իշխանության նպատակը պետք է լինի մարդը, նրա կյանքը եւ առողջությունը, հետեւաբար առավել եւս նոր ծնվող երեխայի մասով պետք է ավելի մեծ քաղաքականություն իրականացնել, բայց մի փոքր այս թեմայից եթե շեղվենք, խնդիրը միայն սոցիալական աջակցությունը չէ, ժողովրդագրական խնդիրը, օրինակ շատ լուրջ խնդիր է աշխատող մայրերի խնդիրը, որովհետեւ շատ հաճախ ընտանիքները խուսափում են, ասենք, երկրորդ, երրորդ, առավել եւս երրորդ, չորրորդ երեխա ունենալուց, որովհետեւ այդ պարագայում Հայաստանում մայրերը ավելի շատ ժամանակ տրամադրելով երեխայի խնամքին, արդեն երբ որ 2-3 երեխա են ունենում, որոշակի անկում է ունենում իրենց աշխատունակությունը, կարիերայի հնարավոր աճը, կրթությունը, որը լուրջ խնդիր է առաջացնում, այսինքն պետության կողմից աշխատող մայրերի խրախուսման քաղաքականությունը շատ ավելի կարևոր է, քան հենց նույնիսկ այս ծնվելու պահին տրամադրվող աջակցությունը, դա ավելի երկարաժամկետ հատվածում, առավել եւս կանայք որոշակի երկընտրակի առջև են կանգնում, որովհետեւ երեխաների խնամքը մի շարք այլ խնդիրներ է առաջացնում եւ բացի սոցիալական զուտ նյութական ֆինանսական կոմպոնենտից մենք պետք է ավելի շատ հասկանանք թե հավելյալ ինչ աջակցություն պետք է տրամադրվի, հավելյալ ինչ արտոնություններ, խրախուսման մեխանիզմներ, առավել եւս աշխատող կանանց, որովհետեւ շատ հաճախ նաեւ գործատուները նաեւ խուսափում են, այսինքն ավելի պատասխանատու կամ ավելի նույնիսկ կամ ընդհանրապես շատ դեպքեր եմ լսել, օրինակ նորաստեղծ ընտանիքների պարագայում ակնկալվում է, այսինքն առաջիկայում որ պետք է երեխա ունենա, այդ կանանց աշխատանքի ընդունելու մասով բավականին մեծ խտրականություն կա, որը միանշանակ անընդունելի է, բայց այս ուղղությամբ իհարկե կարող ենք նաև ասել դե գործատուն էլի շահեր ունի, պետք է պետությունը լուրջ խրախուսման ծրագրեր իրականացվի։ Եղել են կան որոշակի ծրագրեր այդ դայակների հետ կապված ֆինանսական, բայց նաև ենթակառուցվածքների, օրինակ բավականին լուրջ խնդիրներ կան նաև տեսեք երեխաների խնամքը ես նկատի չունեմ մեր նորածին առաջիկա ամիսների ընթացքում նույն մանկապարտեզներում, դպրոցներում։ Օրինակ նույն մանկապարտեզների ժամային գրաֆիկը այնպես է, որը շատ հաճախ
ընտանիքների աշխատանքի հետ չի հարմարվում, այսինքն աշխատանքը ավարտվում է ժամը 6-ին երեկոյան եւ մարդիկ պետք է գնան մանկապարտեզից վերցնեն, բայց որը շատ հաճախ կարա մինչև ժամը 7-ը, բայց մանկապարտեզները երկարօրյա հավելյալ ժամ չեն աշխատում, այդ չեմ խոսում դպրոցների մասին։ Նույն նախարար աշխատելու ժամանակ այդ նախագիծը քննարկեցինք, ցավոք չհասցրեցինք կյանքի կոչել, որ մանկապարտեզները մինչև երեկոյան ժամը 7-8-ը աշխատեն։ Այսինքն, ասեք խնդիրը միայն այդ մեն ֆինանսական օգնությունը չէ, այնպես չէ որ այդ նույնիսկ 2-3 միլիոն դրամ եթե տալիս ես, այդ պահին չի։ Իսկ մարդիկ առնվազն մինչև երեխայի դեռահաս դառնալը բախվում են բազմաթիվ այլ խնդիրների ընտանիքները, այդ նորածնի փուլը, դրանից հետո այսինքն տեղ սոցիալական կոմպոնենտն է, հետո մանկապարտեզ, դպրոց, որը շատ հաճախ որոշակի խնդիրներ է առաջացնում արդեն ոչ միայն երեխաների սոցիալական մասով, այլ ընտանիքի ընդհանուր մասով, էլ չասած ենթակառուցվածքների մասով, առավելևս Երևան քաղաքում շատ հաճախ մենք տեսնում ենք, որ չկան նաև անվտանգության մասով, որ երեխաները ինքնուրույն, այսինքն ծնողը իմանա, ինքը գնում է աշխատանքի ու իր երեխաները հանգիստ գնալու են դպրոց, դպրոցից կարողանալու են վերադառնալ տուն, փողոց չանցնել, այսինքն սրանք փոքր դետալներն են, բայց երբ մենք քննարկում ենք, ուսումնասիրում ենք առանձին ընտանիքների մոտ, այս խնդիրները շատ հաճախ նաև ազդում են ավելի քիչ քանակի երեխա ունենալու վրա։